Ադրբեջանցիները ներքին հանդի արգելոցի հատվածում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տեղեկությունը հաստատում է գլխավոր շտաբի պետը։ Հենակետերի կառուցման նպատակով հայկական տարածքի արգելոցում հակառակորդի զորքերը ծառահատումներ են անում, ինչը ըստ Էդվարդ Ասրյանի նորմալ է, քանի որ այլ կերպ հնարավոր չէ ինժեներական աշխատանք իրականացնել, իսկ թե երբ եւ ինչպես է ադրբեջանական բանակը լքելու Հայաստանի ինքնիշխան տարածքը, գլխավոր շտաբի պետը հստակ չգիտի, ադրբեջանցիների հետ ուղիղ կապ չունեն, ուղղակի հետևում են, կլինի, երբ սահմանազատում լինի։ Մենք աշխատելու ենք, որ սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ամբողջականությունը վերականգնվի։ Իրենք չեն կարողանում բերեն իրենց սնունդը եւ ջուրը ապահովեն, եւ կենսունակությունը կորցրելով խումբը հետ կքաշվի։ Ադրբեջանցիները կսովածանան, կգնան, ժամանակին ասել էր Պաշտոնյան։ Սովածացան, գնացին, հիշեցնելով այս հայտարարությունը հարցնում են լրագրողները։ ԳՇՊ-ը նախ չցանկացավ պատասխանել հարցին, հետո ասաց՝ այդպես էր պետք, այդպես է ասել, ու խորհրդավոր քողով ծածկեց հայտարարության նպատակը։ Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև ինչու եմ ասել, ես եմ ասել, ես չեմ զլանում, դա հաստատել, որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու, ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ։